Քսեք մեկ լայք եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։ Ղարաբաղցիների հանդեպ կալուգացի օլիգարխի ու նրա թիմակիցների իրական վերաբերմունքը սա է։ Լսեք։ Ղարաբաղցի կուպերանը դու նշտավի մեկն վարուստաս սախյան կունաստանի պատմի վերաբերիչ։ Այո, սիրելի Ղարաբաղցի եղբայրներ եւ քույրեր, սա է կալուգացի օլիգարխի ու նրա թիմակիցների իրական վերաբերմունքը ձեր հանդեպ, որովհետեւ վերջիններիս կարծիքով կարող են փողը տալ եւ վարվել ձեզ հետ ինչպես ուզում են, կարող են փողը տալ եւ վերաբերվել ձեզ որպես ապրանքի։ Լսեք։ Որ ճիշտ է լավ են կանում արա փող ծախում կյատկա ծարը փող Մնացածը դուք եք որոշելու, սիրելի Ղարաբաղցիներ։ Փողով ծախվել կալուգացի օլիգարխին, դառնալ նրա համար ապրանք, թույլ տալ, որ ձեզ հայհոյեն ու ձեզ հետ վարվեն ինչպես ուզում են, թե ոչ, բայց վստահ եմ, Ղարաբաղցու թասիբն ու նամուսը գրողի ծոցն է ուղարկելու կալուգացի օլիգարխին ու նրա ընտրատասովշիկներին։ Ողջույն ձեզ, երեկվանից չեմ կարողանում համակերպվել եմ փաստի հետ, ինչ որ տեսանք երևի թերևս ամբողջ ազգով, 3 թե 4 մեկը մեկից ավելի նողկալի, մեկը մեկից ավելի զզվելի տեսանյութեր, ինձ հատկապես շոկի մեջ գցեց, որ ասեմ զարմացրեց, դախր զարմացնել էլ չի, չգիտեմ ես ինչ եզրույթ օգտագործեմ այս փաստի հետ կապված, երբ որ երկրի վարչապետը քաղաքացուն ասում է դու ինչի չզոհվեցիր խրամատում, ինչի չզոհվեցիր ու մեղադրում է չզոհվելու համար։ Ուրեմն 44-օրյա պատերազմին մենք ունենալով այսքան զոհ, երբ որ իշխանականները անդադ իրանց ճղում են 3800 չեմ տա, որ ասում են զոհ, բայց իրականում գիտեք շատ ավելի շատ է, որովհետև 44-օրյա պատերազմից հետո Սև լճի, Վարդենիսի, Ջերմուկի պատերազմական գործողություններ, որտեղ ոչ մի անգամ չհրապարակվեց եւ ոչ թիվերը, ոչ անունները զոհերի 23 թվականի սեպտեմբերի 10-ի Ադրբեջանի ագրեսիան բենզերի բակի պայթյունից այդքան զոհեր, մի խոսքով միայն հաշվեք էլի 4000 քանի արմոտ 5000-ի զոհերի ոչ մի ընտանիքի զոհվածի անդամից ոչ մի ես չեմ լսել մի դեպք, որ գոնե մեկը վարչապետից այդքան զզվելով ասի ինչի աշոտիկը չզոհվեց։ Ոչ մեկը հասկանում եք, մարդկանց մակարդակը ու բարեկրթությունը էսա, քո երկրի վարչապետին է էսա, որ նույնիսկ իրենց թշնամի համարողի երեխու մահի մասին կամ թեկուզ կնոջ կինել էր մասնակցում պատերազմի, որևէ մեկը չշահարկեց ասել բա քո որդին, բա քո կինը ինչի չզոհվեցին, ինչի չգնացին խրամատ։ Դուք հասկանում եք մարդկային ցածր որակի նման մակարդակը սրանից են կողմ չի լինում, այսքան բան։ Իրենք 300,000 դեռ դա ամենաճշգրիտ թիվը չի։ Միգուցե դա լինի 500,000, հենց սկսեցին գալ ով է կանգնեցնելու այդ process-ը։ Կարող է մինչև 1 միլիոն ադրբեջանցի կան։ Սկզբից ասում էր 300,000, հասկացա, որ բանի տեղ դրող չկա, հետո սկսեց ասել 500,000, հիմա անցել է 1 միլիոն։ Այ ախպեր, ինչի՞ս մելաչից լենում, ինչպես կասեր Կալուգա քաղաքի հարկայինի պետի տեղակալը։ Ինչ միլիոն։ Ասա 2 միլիոն, 3 միլիոն, 4 միլիոն, 10 միլիոն։ Կամ միլիոնը որս է, ասա միլիարդ, 2 միլիարդ, 8 միլիարդ, ասա 8 միլիարդ ադրբեջանցի են բերել։ Կամ ինչի մենակ ադրբեջանցի։ Ասա թուրք, վրացի, ֆիլիպինցի, մեքսիկացի, կալուգացի վերջո։ Լրագրողը Կալուգացուն հարցնում է ինչպես կմեկնաբանեք հրապարակված փաստաթուղթը, ըստ որի դուք FSB ագենտ եք, ասում է շանտեղ մի դրեք։ Շանտեղ չենք դնում, FSB ագենտի տեղ ենք դնում։ Ինչքա չկար այդ բաները ճիշտ է ամիսները։ Որ ճիշտ է լավ են կանում արա փող ծախում կյատկա ծարը փող Եթե դեք ճիշտ է ինչ Ես երբ միլիոն կդաս Եթե դրանք շփոթանց դուք դիտենան որ այդ մազմազանը ծեն քանը տանկեր Ղարաբաղցի կուպերանը դու նշտավի մեկն վարուստաս սախյան կունաստանի պատմի վերաբերիչ Այս Կալուգացու վաստակները ժողովուրդ ջան արդեն բռնել են Բերդի ճամփան, հարցը դա չի, բայց հասկանում եք, չէ, սրանց սրիկայության մակարդակը, թող էս անընդհատ խոսեն
Ղարաբաղցիների մասին, ասեն, վայ, մենք օգնել ենք ղարաբաղցիներին, տեսեք իշխանությունները նրանց չեն աջակցում, ինչ ճար, ելույթ ասես կանեն։ Բայց երբ որ ժամանակը գալիս է, իրանք բացահայտում են իրանք իսկական դեմքը, այսինքն փող են տալիս ղարաբաղցիքին ու հենց տեսնում են, որ այդ փողի դիմաց իրանք լոյալ չեն պահում, սկսում են վերջին բառերով հայոյել։ Այն մյուսը, բա լսեցիք ինչ ասում է, հա ասենք թե ճիշտ է, կյանքն է, տենց փող տուր այն բանից արա։ Տեսա ձեզ այն բանից կանեն, արա, վիժվածքներ։ Կալուգացու ցուցակով տեխնացու առաջադրված նախկին հանրապետական Վայոց ձորի մարզպետն այսօր հայտարարել է, որ պարտադիր զինծառայության ժամկետը պետք է լինի 2 տարի։ Այսինքն նրանք չեն էլ թաքցնում այլևս, որ եթե գան իշխանության, զինծառայության ժամկետը 1.5 տարուց նորից դարձնելու են 2 տարի։ Սա իհարկե շատ բնական է, որովհետև եթե իրենք իշխանություն են ուզում վերցնել, որպեսզի հակամարտությունը շարունակեն, այսինքն քանդեն խաղաղության ճարտարապետությունը, այդ ճարտարապետության դրական արդյունքը, այսինքն հնարավորությունը, որ կրճատենք զինծառայության ժամկետը, կվերանա։ Բայց գիտեք ինչն է ամենաամբարտավանը եւ ամենաանամոթությունը այս պատմության, որ ինքը կալուգացի օլիգարխը իր 2 որդիներին բանակից ազատել է, փախցրել է։ Իր հարազատ եղբայրը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը եւ հանրապետական խմբակցության ղեկավարը իր 2 որդիներին նույնպես բանակից փախցրել է։ Այսինքն ըստ սրանց տրամաբանության իրանց որդիները պետքա բանակից ազատվեն, կայֆեր կայծեր անեն, չգիտեմ, սեքսի նախարարություններ բացեն, բայց սովորական մարդկանց որդիները չէ, իրանք ով են սովորական մարդկանց որդիները, որ 2 տարվա փոխարեն 1.5 տարի ծառայեն։ Չէ, պետքա երկարացնել, որ 2 տարի ծառայեն։ Այ այսպիսի անամոթ բաներ։ Ընտրությունը ձերն է, ժողովուրդ ջան։ Հունիսի 7-ին դուք կորոշեք, ինչ ճանապարհով կգնա մեր երկիրը։ Բարի երեկո, բարեկամներ։ Փորձելու ենք երկխոսության ֆորմատով մեր պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ քննարկել այսօրվա քաղաքական իրադարձությունները եւ խոսել դրանց մասին։ Իհարկե միանալու համար մեզ որոշակի ժամանակ է պետք, որովհետեւ տենց հեշտ չի, անցյալ անգամ էլ փորձեցինք։ Հիմա պետք է սպասեմ, որ Տիկին Հակոբյանը միանա, որպեսզի երկուսով շարունակենք խոսակցությունը։ Ու այսօր շատ հետաքրքիր զարգացումներ են եղել, ինչպես հիշում եք։ Սկսած այնքան շատ են եղել, որ արդեն չեմ էլ հիշում, բայց բոլորի մասին խոսենք հերթական բռնված ընտրակաշառք տվողներից, վերջացրած տարբեր երկրների քաղաքացիություն ունեցող տեխնացուներ, տարբեր երկրների գործակալներ, քաղաքական առաջնորդներ, բայց հիմա չեմ ուզում ամեն ինչ ասել, նաև մարզային քարոզարշավ, վարչապետի գլխավորությամբ, Լոռու մարզում ու շատ հետաքրքիր իրավիճակ էր այսօր։ Այդ իրավիճակը պետք է քննարկենք։ Նաև իհարկե, եթե կոմենտները հարմար լինի, ոնց որ Տիկին Հակոբյանը միացավ մեզ։ Հիմա կմիանա Տիկին Հակոբյան, իդեպ անցյալ անգամ շատ մոտիկ նստել, մեր գլուխը մեծ էր ցույց տալիս, մի քիչ հեռու նստել։ Իրական այդքան մեծ չի մեր գլուխները, ահա։ Ոնց եք Տիկին Հակոբյան, ինչ կա Լոռում։ Շատ լավ, հիմա Դեբետ գյուղում ենք իդեպ, հրաշալի տեղ, այո։ Քարոզարշավի շրջանակում։ Այդ մասը շատ զարգացել է, բայց տինենց անեք մի քիչ կամերան մեջտեղը լինի, ձեր գլուխը այդ կադրի մեջտեղում լինի, որ երևի Ինձ թվում է օքեյ արդեն։ Ես հեսա մի հատ բանով կնայեմ, իմ Ուրիշ հեռախոսով, հա։ Որ լավ պատկեր ունենանք մեր հեռուստա կամ վերջը։ Մեզ հետևողները, այո։ Մեզ հետևողները։ Մեր գլուխները, ահա։ Ինձ թվում է վատ չի։ Ինչ կա Տիկին Հակոբյան։ Վայ, մենք շատ հագեցած լավ օրենք ունեցել, եղել ենք Լոռու մարզի տարբեր համայնքներում եւ վաղը շարունակելու ենք այն համայնքներում, որտեղ չենք եղել եւ պլանավորում ենք լինել եւ երեկոյան նաեւ մեծ Ձայնը կորավ։ Ոնց որ
Ձայն չկա Տիկին Հակոբյան, ձեր կապից է, թե իմ կապից։ Իմ մոտ ոնց որ թե նորմալ է։ Հələ մի վարքյան։ Դուք լսում եք իմ ձայնը։ Ես ձեր ձայնը չեմ լսում։ Կամերա ձեր մի բանը անջատած է ցույց տալիս իմ մոտ, կարող է ինչ-որ կնոպկայի եք սխմել ձախ կողմում։ Բանի, տենց միկրոֆոն է նկարած։ Ամենաներքևը պոկվեց Տիկին Հակոբյանը, կապը լավը չէր, հեսա հետ կգա։ Ահա։ Էլի ասում են հեռու նստեք, որ լավ երևանք։ Ահա։ Նստում ա։ Չգիտեմ մինչև որտեղ եք լսել, բայց պատմեի, որ հրաշալի օրենք ունեցել, տարբեր համայնքներում ենք եղել, այդ տաշիրում ենք եղել եւ շատ դրական ընդունելության ենք արժանացել ու ասեմ ավելին, եթե ամենտեղ այդպես պլանավորած սադրանքներ էր լինում, տաշիրում անգամ շատ ավելի զուսպ էին ընդդիմադիրները եւ ուզում եմ ասել, որ ամեն ինչ շատ լավ էր, ինչը չեմ ասի ընդհանուր լրատվական դաշտի մասին, որովհետեւ այսօր շատ հետաքրքիր բացահայտումներ եղան, որի մասին ասում այսօր մեր ամբողջ եթերը դրան կնվիրվի։ Ուզում եմ այսօր մինչև ձեր միանալը մեր հեռուստադիտողներին ասում եի, գիտեք, այսօր այնքան շատ բան ա եղել մի օրում, այս պետքա բոլորին հերթով անդրադառնեմ, նույնիսկ Ամեն կանգարին, պարոն Թորոսյան, մենք մի համայնքից մի համայնք գնալուց, մեկ էլ այնպեսի մի նոր իրադարձություն, մեկ հակակոռուպցիոնի ձայնագրությունը, որը խայտառակ բնույթի էր, Ղարաբաղցիներին ուղղված սեռական բնույթի հայհոյանքներ եւ այլն, մեկ Սամվել Կարապետյանի հետ կապված այդ լրտես լինելու, այո, The Insider-ի բացահայտումները, մեկ արդեն Նարեկ Կարապետյանի Ռուսաստանի քաղաքացին, ինքնուրույն ամեն կանգարին մի նոր այնպես սենսացիոն բացահայտումներ, որ երևի գոնե ամիսը մեկ այսպես դոզայով պետք է լինեն։ Այդ մի անեկդոտի պես են, որ ասում են լույսը անջատեք, դրանք լույսի վրա են։ Հիմա այդ բանը, բայց հետաքրքիր է, գիտեք որներ այդ զուգադիպությունը, դուք լոռիում էիք ու ոնց որ հակակոռուպցիոնը հենց տաշիրում էինք, այո, տաշիր չհասած եղավ հակակոռուպցիոնը, տաշիրից արդեն դուրս էինք գալիս, այդ ընթացքում եղավ ուրեմն Սամվել Կարապետյանի մասին այդ հայտնի։ Ես այդ հակակոռուպցիոնի մասին եմ ուզում խոսենք, նրանց է կանդրադառնանք, էլի։ Ես անկեղծ էլի, նույնիսկ դուք զգացիք, որ այդ խոսակցության ժամանակ մեկը մյուսին ասում է այդ զապիս մապիսը ճիշտ է, այսինքն իրենք գիտեն, որ ինչ որ բաներ տեղի ունեցել, ու դες միևնույնն է թքած, տենց լավ ենք անում, եթե ծախվում են, պետք է առնենք տենց մարդկանց վերաբերվելով որպես իրի, հա, որ կարելի է առնել եւ ծախել, այդ հələ մի կողմ, բայց նաեւ որ տենց ինչ որ զարմանում եմ, այդ հանցավոր ինքնավստահությունը որտեղից, որ տենց Պարոն Թորոսյան, չեք հիշում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, որ առաջ օրը մտավ աշխատասենյակ, ասես տղաներին բարև, ստեղ մեզ հետևում են, բայց այդ նույն աշխատասենյակում փաստորեն նա կաշառք էր վերցրել եւ ենթադրյալ եկեք ասենք, այսինքն ենթադրյալ լավ վերցրել էր, մենք դատավոր չեն, կարանք մեզ թույլ տանք։ Դե գոնե օրինական կարգով արված ձայնագրությունների հողում անելով կարող ենք այդպես ենթադրել։ Այո, ուզում եմ ասել, որ դա նոր չէ, դա կարծում եմ այդ տեսակը նաև արյան մեջ ոնց որ լինի, էլի, այսինքն տենց շատ բան է, էլի, այդ մարդկանց համար շատ սեփական է։ Դա ձեռքբերովի բան չէ, էլի, դա նրանց մեջ նստած է, այդպես դաստիարակվել են, այդպես մեծացել են։ Համ ծախվել է, համ առնել է, էլի, իրենք ծախվել են։ 58 անգամ ասում եմ ծայրաստիճան զգույշ եղեք ու 58 անգամ բռնվում են այդ նույն բանի վրա։ Այլ կերպ որովհետև չի լինի, պարոն Թորոսյան, պետք է ռիսկի դիմեն իրենք, որովհետև այլ կերպ իրենք չեն կարող որևէ ձայն հավաքել, կարծում եմ։ Դե այս կերպ չեն կարող, որովհետև հավաքողները բոլորը հիմա բանտերում են, վստահ եմ դատարանների վերջնական վճիռներով էլ կլինեն ու այս վերաբերմունքի պահն է, էլի, նաև շատ էական, պարզ է լավ, իրանք հանցագործներ են, բայց փաստացի
նման հանցագործներն են աջակցում թույլիկների կուսակցությանը, որոնք ամեն օր հորջորջում են, որ Ղարաբաղցիների համար ինչ որ բաներ են արել, Կարապետյանը ինչ որ բնակեցրել է 1000 Ղարաբաղից տեղահանվածի Հիվանդանոց հա սարքել, հա։ Հիվանդանոցի մի հատ մասնաշենք է սարքել, ընդհանրապես մի մասնաշենք, որը օքեյ, հա, էլի սարքել է, չենք ասում, որ չի սարքել, բայց վերաբերմունքը այդ սարքելն էլ է երևի սենց եղեսս մոտավորապես այս չեք վերցրեք, էլի, հա, ոնց որ հիմա է։ Գիտեք, բան թողեցին, եթե ինչ որ մի բան անում ես ու ամեն րոպե երեսով ես տալիս, իսկ ես նրա ակտիվ քաղաքական գործունեության ամեն օրվա ընթացքում լսել եմ, որ Սամվել Կարապետյանը հիվանդանոց է սարքել, Սամվել Կարապետյանը այսքան փող ա տվել, ինքը ամենահարուստն է, ինքը ինչ որ ֆինանսական այդ, չգիտեմ, սպայուսակներ ա բաժանել։ Մի կողմ եմ դնում, որ դա հավելագրումների, այդ թվում մանկապարտեզների, համայնքապետարների վերադարձա, էլի։ Զորամասի վրա հավելագրումների հոսանքի հաշվին։ Տիկին Հակոբյան, դա Սամվել Կարապետյանի քեշբեքն է, էլի, այն որ մեզ դից գողացել է մի մասը հետա տվել։ Այո, որպեսզի հետո մտնի քաղաքականություն փաստորեն եւ սկսի մարդկանց երեսով տալ, որ այն մի բանն էլ, այն Գագիկ Ծառուկյանն էլ, չէ, ասում է, ես վիրահատության փող եմ տվել, այսինքն դու քո բանին, այդ բացմանը, այդ ծրագրի, չէ, հրապարակմանը, ցուցակի հրապարակման օրը համագումարին ինքը իր խոսքում ասում է, որ ինքը շատ ծերերի համար վիրահատության գումար ա տվել։ Ու հասկանում եք, այս առողջության համընդհանուր ապահովագրությունը պետության կողմից ներդրված, սա եւս մի առիթ է ժողովրդին ազատագրելու համար նման ճակերտավոր բարեգործներից, ովքեր կարող են մարդու աչքը վիրահատել, հետո աչքը մտցնել այդ իրենց արած վիրահատությունը։ Ոնց հերթեր են կանգնում մարդիկ իրանց այդ բարեգործական հիմնադրամներում, որ կարողանան իրանց մի հարցը լուծեն։ Հիմա մենք փաստացի իրանց համ քաղաքական իմաստով ենք, մարդկանց համ քաղաքական իմաստով ենք ազատագրել, որ էլ իրանց ոչ մեկ չի կարող առնվազն ստիպի եւ փորձերն էլ իրանց գնելու օրենքի ուժով կասեցվեն, բայց նաեւ տնտեսապես ենք ազատագրում մարդկանց։ Եվ կենսաթոշակները բարձրացնելով եւ հատկապես ապահովագրությամբ մեր ավակ սերնդի ներկայացնի ոչ միայն, նաեւ աշխատող քաղաքացի 200,000-ից բարձր ստացող քաղաքացիներին իրաց չեն կարող թույլ տալ 1-2 միլիոն դրամանոց վիրահատություններ, որ ստիպված չլինեն ուրիշների բանին նայել, էլի, այտենց ձերքին, որը հետո կասի դե հեսա վերցրա, բայց ընտրություններին չմոռանաս, որ բան ինձ էս քվեարկելու։ Միանշանակ ազատագրել ենք եւ ազատագրելու ենք ու վերջնական ազատագրումն էլ իրականում կրթության բա լինելու, երբ որ հիմա այս ընտրակաշառատուները ում են փաստորեն կարողանում կաշառեն, այն մարդկանց, որոնք չեն հասկանում, որ ծախում են իրանց եւ իրանց երեխաների ապագան դրանով, որը կրթության բացից է հիմնականում։ Կրթությունն է այդ ամեն ինչի հիմքը։ Ու փաստացի ազատագրելով գնալու ենք առաջ։ Նույն Ղարաբաղից տեղահանվածների մասն էլ պարոն Թորոսյան, որ վերադառնանք այդ խոսակցությանը, դուք ավելի լավ կարաք ասեք, թե ինչ կարգի ա եղել այն աջակցությունը, որը տրամադրվել է բռնի տեղահանվածներին, դա կլինի միանվագ ուղղակի ձեռքի ծախս, թե ամսական վճարներ, թե վարձավճարի փոխհատուցում, թե տան սերտիֆիկատ, թե ուրեմն աշխատանքի հետ կապված աջակցություն, մասնագիտության ստացման տարբեր այս տարիների ընթացքում աջակցություն եղել ու էլի պետությունը ճիշտ է երբեք ոնց որ շատ չի լինում աջակցությունը մարդը միշտ էլ ավելի կարիքն ունի բայց այն գոնե մինիմալ ամեն ինչը եղել է աջակցություն պետության կողմից ու էլի նման Սամվել Կարապետյանների երեսով տալուց պետությունը ազատել է այդ մարդկանց այլ բան որ մարդկանց ավելին է պետք քան տրամադրվում է մի կողմից էլ պարոն Թորոսյան օրինակ ես չգիտեմ ձեզ շատ դիմել են թե չէ քաղաքացիները բայց շատ են հայաստանցի մեր քաղաքացիներն ասում, որ դուք ամբողջ աջակցությունը ուղղել եք Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, բա մենք, օրինակ ինձ շատ են ասում, բա մենք որ դոմիկում ենք ապրում, մենք որ տուն չունենք, մենք որ այսինքն շատ-շատերն են կարիքի մեջ մեր հանրապետությունում, բայց մենք այդ առավելությունը տվել ենք դժվարության մեջ գտնվող մեր հայրենակիցներին ու էլի ազատել ենք նրանց այդ բեռից, որ մենք քո համար այս աջակցությունն ենք արել, ուրեմն դու պետք է գաս եւ մեզ ընտրես։ Տիկին Հակոբյան, դուք համարյա ամեն ինչ նշեցիք այդ բոլոր աջակցությունների տեսակները եւ ես կարող եմ նախ թիվ ասել, դա մոտ 120 միլիարդ դրամ է այս պայդրությամբ էլի աջակցությունը ընդհանուր տեղահանման պայից։ Դրա մեջ պարոն Թորոսյան մտնում է
այն համաներումը, վարկերի փակումը նաև, թե դրա մեջ չի մտնում։ Դե պլյուս դա հսկայական նաև բան է, բեռ է, դա էլի։ շատ ավելի շատ է, դա շատ ավելի շատ է։ Այս մտնում է ուղիղ վճարված գումարները եւ նաեւ տան սերտիֆիկատների վճարումները եւ ընդհանրապես այդ բնակապահովման ծրագրի արժեքը ընդհանուր 800 միլիարդ դրամ է, որ պատկերացնեք 800 միլիարդ դրամ, դա երբևէ չեղած մասշտաբի բնակապահովման ծրագիր է եւ մինչեւ հիմա շարունակվում են ամսական 30,000-ները երեխաներին, մեծերին, հաշմանդամներին 40+ 10,000-ները, որոնք տրվում են բնակվարձի փոխհատուցում քիչ եկամուտ ունեցող քաղաքացիներին շուտով սկսելու են երկարատև վարձակալության ծրագիրը հուլիսի 1-ից արդեն 6,000-ից ավել տված սերտիֆիկատ կա ընտանիքներին, մոտ 3,000 իրացված սերտիֆիկատ կա, այսինքն ինքնազբաղվածության ծրագրեր կան, ինքնազբաղվածության ծրագիր կա հիմա սկսված եւ գիտեք նախ ոչ մի բարերար, որը ով ուզում է լինի, չի կարող նույնիսկ այսքան մի տոկոսի չափով ոտ մեկնել այդ ամբողջ ծրագրերի հետ, որը հայ ժողովուրդն է ըստեյության անում, հայաստանյան քաղաքացիները իրենց վճարած հարկերով։ Եվ երկրորդը, գիտեք, էլի կան մարդիկ, որոնք ես հիմա չունեմ այդ թույլտվությունը, բայց տասնյակներին գիտեմ, որ նույն ձևով արել են եւ աջակցել են այդ կարիքի մեջ եղած մարդկանց այդ ճգնաժամի պայմաններում եւ չեն ասում, գիտեք, սենց, տեսեք, բան եւ այլն։ Միջև հիմա բան Թորոսյան, միջև հիմա մարդիկ կան իրենց տունն են տրամադրել եւ միջև հիմա մարդիկ կազմակերպություններ, բիզնեսներ, շատ։ Եվ այդ ձեր ասած մյուս հարցն էլ հնչում է, ամեն օր հնչում է մեզ, բայց մենք մեր քաղաքացիներին բացատրում ենք, որ սիրելիներս իրանք էլ մեր քույրեր եւ եղբայրներ են եւ պետքա մենք իրանց աջակցենք, իհարկե նաեւ պետք է աջակցենք նաեւ մեր քաղաքացիներին, որոնց համար էլ կան տարբեր ծրագրեր եւ բնակապահովման ծրագրեր, օրինակ նույն 16 միլիոնների, որը էլի 2400 տուն է մինչ օրս կառուցվել եւ կառուցվում, ուրիշ, որը շարունակվում է եւս 3000 տնով սոցիալական բնակարանաշինություն, մյուս զբաղվածության ծրագրեր, այսինքն մենք անում ենք նաեւ մեր քաղաքացիները, բայց ուրիշ տեսակի, հա։ Բայց չենք համեմատի այն աջակցության հետ, որը հատկապես բռնի տեղանունից հետո տրամադրվել է Ղարաբաղցի որևէ կերպ համեմատելի չի, բայց միևնույնն է պետք է արվի, մենք ոչ մի տարբերություն չունենք։ Այսօր իդեպ էլի հանդիպեցի նոր քիչ օր զանգվածում տեղահանված հայրենակիցների մի մոլորություն էլ կա, որ հարցրեցի ասի ինչ եք մտածում ամսի 7-ի համար, դա ասին մենք չենք կարողանում ընտրենք, ասում եմ ինչի, դա ասում է քաղաքացիություն չունենք, ասում եմ դե հա պետք է արագ ստանան ու նորից երկրորդ անգամ արդեն մի անգամ էլ 3-4 օրներ բանը դե դուք հրահանգել եք որ մեզ չտան մի բան էլի ստոր սուտ, որը տարածում է ես արդեն Իդեպ սկզբից պարոն Թորոսյան հիշում եք ապատեղեկատվություն են տարածում, որ իրենց սեփականության Ղարաբաղում սեփականության հանդեպ իրավունքը կկորցնեն, եթե ստանան քաղաքացիություն Հայաստանում։ Այդ սկզբից տենց դեզինֆորմացիա գնաց շրջանակներում Ղարաբաղից բռնի տեղահանված, այդ իրանց չաթերում, խմբերում, որոնք ունեն հենց այդտեղի մեր հայրենակիցները, եւ դա նրա համար էր, որ մարդիկ չվերցնեն քաղաքացիությունը եւ չինտեգրվեն։ Իհարկե դա էլ է բան, որ ասենք ակնհայտ է, որ նույնիսկ եթե չեն կորցնում, այտենց հավանականությունը, որ ինչ որ բան երբևէ կարան ստանան, շատ փոքր է, բայց այնուամենայնիվ մեր բնակարշինական ծրագրերից եւ նաեւ զբաղվածության, ինքնազբաղվածության ծրագրից, վաղը երկարատև վարձակալության ծրագրից օգտվել համար քաղաքացիություն է պետք, ինչը մենք բացատրում ենք ինչու է պետք, որտեղ մենք ուզում ենք իրանց մշտական ինտեգրացիա եւ տնավորում Հայաստանում եւ ուզում եմ ասել, որ արդեն 38745 անձ ստացել է բան, քաղաքացիություն, եւ մենք եթե խնդիր ունենայինք, իրանք չէին ստանա այդ քաղաքացիությունը, ինչպես նաեւ այս պահին մոտ 1500 գործ գտնվում է հրամանագրման փուլում, կն process-ը ընթանում է եւ որևէ հրահանգ դա չանելու չկա, հակառակը մենք կոչ ենք անում օր առաջ ստանալ քաղաքացիությունը, որպեսզի կարողանան օգտվել մեր բոլոր ծրագրերից։ Հիմա անցնենք մյուս թեմային, FSB-ին։ Բայց եկեք եւս մի անգամ եզրափակելով այս ձայնագրության թեման, մեր զայրույթը նաև հայտնենք այն բառամթերքի համար, որը Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հանդեպ հնչում է, որովհետև մենք եւս մեկ անգամ համոզվեցինք, որ այդ շրջանակը ընդդիմադիր մեր հայրենակիցներին վերաբերվում է որպես մատերիալ, այս դեպքում ձայնի,
Հա, կլինի ցույցի մատերիալ, կլինի ձայնի մատերիալ ու ինչ բառամթերքով է խոսում նրանց մասին։ Հիմա շատերը կարող ասեն դուք էլ եք խոսում, մենք միշտ խոսում ենք եւ կլանի մասին ենք խոսում, այսինքն նրանց ղեկավար կազմի մասին եւ երբեք դրա մեջ չի մտնում ժողովուրդը, որովհետեւ ժողովուրդը ավելի գերի է եղել, ավելի շատ, քան ինչ որ մեկը այդ թեմայի եւ այդ մարդած, այդ կլանի։ Ես այսօր մի հատ կարճ վիդեո էի նկարել, ասել էի Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղյան կլանի եւ իրենց սատելիտների համար եղել է թնդանոթի միս եւ ընտրակաշարքի մատերիալ։ Թնդանոթի միս եւ ընտրակաշարքի մատերիալ։ Եվ բանի ցույցերի մատերիալ։ Այսինքն միով բանի, այսինքն այն ինչ որ ուր կասեն գնա, ում ասեն ընտրի։ Եվ շատ լավ է, որ հիմա մեր հայրենակիցները կարող են իրենց ականջով լսել, թե ինչպես են վերաբերվում իրենց եւ այդ 50,000 կլինի, 10,000 կլինի, անվճար կլինի, թե 200,000 կլինի, այդ գումարի համար սեփական արժանապատվությունը տենց չնսեմացնել։ Նաեւ դրանով չնսեմացնել իրենց երեխաների ապագան նաեւ, որոնք օրինակ կարող են ընտրող չլինել, հա։ Նաեւ եկեք կոչ անենք մեր հեռուստադիտողներին, որ այս բանը նաեւ լայվը կիսեն, որ մեզ շատ մարդիկ նայեն։ Բայց այսօր ավելի շատ դիտող ունենք, քան նախորդ մեր քննարկման ժամանակ։ Պոպուլարություն ենք բայց Տիկին Հակոբյան, լավ ֆորմատ է։ Հրատապ եթեր ենք պահանջում։ Պարոն Թորոսյան, բայց անցնելով մյուս թեմային, որը ավելի աղաղակող էր, դե The Insider-ը հայտնի ուրեմն պարբերական է, հետազոտական, հետաքննական միավոր է, շատ հեղինակավոր, որը ուրեմն տարբեր բացահայտումներ արեց, որը կարելի ասել պայթեցրեց Հայաստանի ներքաղաքական կյանքը, իրոք, եւ այդ մեծ հոդվածը ցնցեց իրական եւ այդ մեծ հոդվածը դեռ ուսումնասիրելու ժամանակ այդքան չեմ ունեցել, ուսումնասիրել եմ այնքանով, որքանով որ հասցրել եմ եւ որքանով վերաբերվում էր հենց Սամվել Կարապետյանի կտորին, բայց այնտեղ շատ տարբեր այլ բացահայտումներ կար, այդ թվում նույն Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ խոսակցություն կար, այդ բռնաբարության, կնոջը եւ այն թեմաներով էլ կար տարբեր բաներ, բայց դա հələ մի կողմ դնենք, որտեղ նաեւ այդ Ռուսաստանի նախագահի աշխատակազմից ֆինանսավորման 17 թվի ընտրությունների եւ միգուցե մինչ օրս ոնց որ ավելի ժամանակ եք ունեցել, ես շատ չեմ ուսումնասիրել, բայց ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանին, փաստորեն սիրելի հետևորդներ, ով մեզ լսում է, պարզվում է, որ Սամվել Կարապետյանը երբ որ Կալուգայում է եղել եւ դիմել է եվրոպական անձնագրի համար, դա 99 թվականն էր, հիշում եք Հայաստանում այդտեղ ինչ իրադարձություններ են հոկտեմբերի 27 եւ գլխատում եւ այլն, եւ այս մարդը դիմում է երրորդ երկրի քաղաքացիության համար եւ այնտեղ իր փաստաթղթերում լրացնում է իր տվյալները, այդտեղ լրացնում է, որ իր զբաղվածությունը աշխատանքի վայրը լրացնում է FSB-ի տեղեկատվական կենտրոն եւ փորձագետները նաեւ այդ հոդվածում բացահայտում են, որ նման աշխատանքի վայր գրում են այն մարդիկ, որոնք օտար երկրյա հավաքագրված մարդիկ են, լրտեսներ են, այլ կերպ ասած, այլ մարդիկ չեն գրում այդ աշխատանքի վայրը։ Ես սրանից լավ ապացույց, որ այս մարդ մենք իհարկե ասում ենք դու շպիոն ա ինքը, ագենտ ա ինքը, բայց մեր ձեռքի տակ բնականաբար չէր եղել այս նման փաստաթղթեր։ Հիմա փաստաթղթավորված է, որ այս մարդը շպիոն է, որը իհարկե տևական ժամանակ Կրեմլի ֆինանսավորումն է ապահովել որոշ դեպքերում, բայց հիմա էլ գործուղվել է Հայաստան, որպեսզի, այսպես ասած, Մոսկվայի ուրեմն խոսափողը լինի եւ ազդեցության գոտի դառնա Հայաստանը էլի իրենց գործակալին այստեղ իշխանության բերելու։ Եվ սա ես չեմ մեղադրում որևէ կերպ Ռուսաստանի Դաշնությանը, որովհետև ցանկացած երկիր էլ կուզի իր ազդեցության ինչ որ գոտիներն ունենա, մենք էլ չէ կուզենք ազգությամբ հայ, այտենց շատ հայամետ մի մարդ, ոնց որ օրինակ Կալուգացին է Կալուգայի համար, լինի ինչ որ երկրում ղեկավար եւ իշահ Հայաստանի գործի ինչ որ օտար երկրում։ Հիմա այս մարդը, որպես օտար երկրացի, որպես գործակալ օտար երկրյա, ուզում է Հայաստանում իշխանություն վերցնի եւ Հայաստանը եւ մեր շահը, այսպես այլ երկրի շահերի առաջ մատաղ անի։ Սա փաստացի արդեն ապացուցված բան է եւ ես չգիտեմ, օրինակ ինձ շատերը գրում են պարոն Թորոսյան, բա ինչ եք անում, բա մեր ԱԱՑ-ն քնած է, բա արգել եք, բան, օրինակ ես կուզեմ նաեւ սրա մասին մենք խոսենք, մենք ինչքանով ենք խոսենք հեսա խոսենք դրա մասին, բայց մի հատ հետաքրքիր բան եմ ուզում պատմեմ, հիշում եք այդ Կալուգացու առաջի հայտարարությունը մոտ 1 տարի առաջ, ինչ-որ ժամանակ առաջ էր, այն որ ասեց բանը, եթե դուք չլուծեք, մենք մեր ձևով բան,
Հա, Այդ օրը մենք ազգային ժողովում բանիստ ունեինք, հիշում եք։ այո։ Ես վեր կացա մի հատ ելույթ ունեցա բանում, ասացի ես երկու հատ հայտարարություն ա եղել, ոնց որ ես սրանց պորտը Լյուբյանկայում են կտրել։ Հիշեցի Մեկը բան։ Արշակ ինչ աններ, չգիտեմ, ազգանուն են բանը։ Սրբազանի մասին եք, Տերը, հա։ Մեկն էլ Սամվել Կարապետյան ու Սամվել Կարապետյանը ինձ դատի ա տվել Լյուբյանկայում պորտը կտրել արտահայտության համար ու այսօր որ այսօր չտեսա այդ բանը։ Այդ բանը սենց աշկերս տրավ ճակատս մազերս, չեղած մազերս բիզնես Կարծարացվեք այս փաստաթղթերը։ Չէ, դե արդեն կրել եմ, դատը կրել եմ, եթե չկրվել է, հա, որտեղ դե քաղաքական արտահայտության համար դատի տալը բան է, էլի աբսուրդի ժանրից է, բայց որ ասեք ես այսօր այդպես ասեմ, ուրեմն այն որ գողն առաջինն է, գոռում գողացան, լրիվ այդ պատմությունն է։ Իսկ դուք նկատեցիք, պարոն Թորոսյան, որ այսօր լրագրողները հարցնում էին, որ դատի տալու եք, ասում ա, չէ, ուղղակի շանտեղ մի դրեք, շանտեղ չենք դնում, ձեզ լրտեսի տեղ ենք դնում։ Ինչի մասին է խոսքը։ Դատի տալու հարց։ Իսկ ինչ վերաբերում է բանին, տեսեք, իրավական գնահատականին, ինձ թվում է մեր իհարկե իրավապահ մարմինները պետք է դրանով զբաղվեն, եւ եթե այդ հանգամանքը համարվում է բառիս ուղիղ իմաստով լրտեսություն, հա, դրան կարծում եմ կա քրեական հոդված, բայց դե այդ ուրիշ երկրորդ կոմպոնենտով ես վստահ եմ ավելի շատ զբաղվելու բան կա քաղաքացիության Նարեկ Կարապետյանի, որովհետեւ այնտեղ արդեն ակնհայտորեն կեղծ փաստաթղթերի եւ մեզ քրեական գործ է, պարոն Թորոսյան, դա քրեական գործ է։ Այն էլ է քրեական, լրտեսությունն էլ է քրեական, բայց նաև այնտեղ չգիտեմ էլի հանցակազմը ոնց է ապացուցվում, բայց այս մեկը շատ պարզ է, եթե քաղաքացիությունը կա ու խաբել է, դա նախ փաստաթղթերի կեղծում է, այդ մեկ, եւ երկրորդը, եթե դա ապացուցվում է, այնտեղ նաև անհամատեղելիություն կա ՊԱԺ պատգամավորի, հա, Եվ ով է դառնում առաջի համարը։ Ռոբերտ Քոչարյանի Բաղդասարյան Արամը։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը, որը նաև համատեղելիությամբ նաև կամ փոխարինել է նաև շատ հետաքրքիր զարգացումներ են մեզ սպասվում։ Բայց պարոն Թորոսյան, տեսեք, Ծառուկյանի ԲՀԿ-ում էլ Ծառուկյանը վարչապետի թեկնածու չէ, նրա երկրորդ համարը էլի Ռոբերտ Քոչարյանի երկրորդ համարը Անդրանիկ Թևանյանն է։ Լուրջ Անդրանիկ Թևանյան, դե բան շատ լավ է պլանավորած։ Պատկերը ամբողջանում է։ Քոչարյանի կամպանիա էլի ստացվում է։ Քոչարյանի Դրուզիա, Իրիբյատա։ Քոչարյանի Իրիբյատա։ Էլեն Իրիբյատա, տես կինո կար մի հատ։ Դե աբերվում եմ ասում։ Բայց ինչ վերաբերում է, եթե ինչ-որ մարդիկ կավա տեսած չլինեն, ուրեմն մի փաստաթուղթ այսօր հայտնվեց համացանցում, որով արդեն մի օրվա համար շատ է, խնդրում եմ այդ մարդիկ, որոնք այդ ամեն ինչը որոշում են մի օր հրապարակեն ձեռքի տակ է լինում, խնդրում եմ հաշվի առնել տեղեկատվական այս բումերը, հա, ինչ-որ գոնե տենց էտապ ամեն ինչ հրապարակվի, պարզվում է, որ Ռուսաստանում ռեգիստրում գրանցված ինչ-որ կամպանիայում, ոնց որ, չէ, պարոն Թորոսյան, Նարեկ Կարապետյանը իր կազմակերպությունը գրանցելուց ռեգիստրում, որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է գրանցել, ներկայացել ոչ թե Հայաստանի Հանրապետության, ու մենք բոլորս որպես պատգամավորի թեկնածու գնացել եւ ստորագրություն ենք տվել, որ մենք միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի ենք, որտեղ Հայաստանի Հանրապետությունը չի կարող բոլոր երկրների բոլոր այդ բազաներին իրապետի թե ինչ քաղաքացին են, այնպես որ այս դեպքում քաղաքական գործիչն է պատասխանատվություն կրում, ստորագրում է, որ ինքը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ինչը պահանջ է նաև սահմանադրական պատգամավորի թեկնածուի համար, եւ ես ինքս էլ դուք եք պարոն Թորոսյան ու բոլոր այս թեկնածուները կարելի է հազարավոր գնացել եւ ստորագրել են, որ իրենք միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, դրանով նաեւ ստորագրելով նրա տակ, որ եթե սխալ է իրենց ստորագրությունը, իրենք քրեական պատասխանատվության են ենթարկվելու պետությանը հայտարարության համար։ Եվ Նարեկ Կարապետյանն էլ փաստորեն այդ նույն ստորագրությունն ունի, որովհետեւ այլ կերպ նրան չէին գրանցի ԿՀ-ում, այսինքն կա այդ փաստաթուղթը եւ ստորագրությունը, եւ նաեւ պարոն Թորոսյան, նա անգամ չի կարող կանգնել ասել, որ ես եղել եմ եւ հրաժարվել եմ, որովհետեւ ես հիշում եմ նաեւ հայտարարություն
հայտարարությունն Արեգ Կարապետյանից, որ ինքը հայտարարեց, որ ինքը երբևէ չի եղել այլ երկրի քաղաքացի, դա եղել է ամիսներ առաջ այդ հայտարարությունը։ Ես անկեղծ ասած գրեթե վստահ եմ, որ այդ նախ այդ փաստաթուղթը եկեք նորից կրկնենք, պաշտոնական փաստաթուղթ է Ռուսաստանի Դաշնության իրավաբանական անձանց ռեգիստրից, որտեղ գրված են իրավաբանական անձի փայատերերի տվյալները, իդեպ էլ է մեկ ուրիշ հարց, որտեղ ինչքան գիտեմ հայտարարագրվում է այդ ամեն ինչու, պետք է նայել արդյոք հայտարարագրվել է այդ կամպանիան թե չէ, բայց դա մյուս կողմից։ Եվ այնտեղ գրած է Նարեկ Կարապետյան Կարենի, չէ՞, հայրանունը Կարեն Կարապետյանի։ Ամսաթվերը ծննդյան բան համընկնում են, այսինքն եւ ստացվում է, որ ունդը գրած է Гражданин Российской Федерации, ես նաեւ նայեցի մյուս սեփականատեր, այնտեղ կար նաեւ մարդ հայկական ազգանունով, որ գրած էր Гражданин Республики Армения, այսինքն այս չի, որ ինչ որ բոլորին նույնն են, էլի գրում, սխալվել են, բոլորին գրել են Ռուսաստանի Դաշնության, ակնհայտորեն նաև կա այլ եւ այլ բան մտածել, որ առնվազն այդ պահին ինքը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է եղել շատ բանա ծանրակշիռ, շատ ծանրակշիռ, կասկած գրեթե չի թողնում եւ նաեւ մտածել, որ ինքը մինչ օրս կամ առնվազն վերջերս է հրաժարվել, եթե հրաժարվել է, որտեղ մեր սահմանադրությամբ կարող է դառնալ падգամավոր միայն վերջի 4 տարում միայն մարդը եւ հիմա փաստացի մեր սիրելի Նարեկը պետք է ապացուցի արդյոք դա այդպես է, որտեվ հակառակի վերաբերյալ առնվազն ապացույցներ կան եւ մեր իրավապահ մարմիններն է դրանով պետք է զբաղվեն ու վստահ եմ որ կզբաղվեն, որտեվ դրանք հրապարակային նյութեր են ու կարող է պարզվի, որ ինքն էլ է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի առնվազն մինչեւ հիմա կամ այնքան ժամանակ առաջ է հրաժարվել, որտեվ փաստաթուղթե պետք է բերի, չէ, ներկայացնի հրաժարման, որը իրան թույլ կտա դառնալ ԱԺ падգամավորի տեխնացու եւ падգամավոր ու կարող է այո, տենց բարես բուր իմաստով այն Watergate-ը կար բանի Նիքսոնի Ամերիկայից դառնում է Կալուգա գեյթ, էլի Կալուգա ցու փխրուն կարտոչնի դոմիկը ընդհանրապես քանդվում է։ Այո, շատ հետաքրքիր իրավիճակ է, բայց պարոն Թորոսյան, սա եւս մեկ առիթ օրինակ ես էլ տեսանիթ եմ հրապարակել իմեջում այս դեպքերի հետ կապված եւ ամեն երկրորդը հոգնեցինք այս բացահայտումներից։ Մենք էլ ենք հոգնել, մենք առանց դելես լարված իրավիճակում իրականում հերախսի մարդկոցը չի երիքում ամբողջ օրը ավտոբուսում, համ հետևել, համ չգիտեմ նստում է մարդկոցը, դրա համար եմ խնդրում որ այս բացահայտումները գոնե օրը մի հատ լինի։ Պարոն Թորոսյան, բայց սա քանի որ բոլորը հարցնում են, ամեն գոնե երկրորդը հարցնում է եւ պահանջում է մեզնից որ կասեցնել նրանց մասնակցությունը, սա լավ առիթ է նաեւ խոսելու համար, որ սիրելի քաղաքացիներ, մենք ամենակարող չենք եւ չենք կարող խառնվել ուրեմն անկախ մարմնի, այս դեպքում ԿԸՀ-ի գործառույթներին, այսինքն ԿԸՀ-ն հիմա պետք է իր դիտարկմամբ ինչ որ որոշումներ կայացնի եւ իրավապահ համակարգը, դատական համակարգը, որ էլի անկախ է գործում այս քաղաքական իշխանությունից, որոշումներ կատարի։ Այսինքն մենք չենք կարող հիմա հրահանգել բռնեք եւ արգելեք այս կուսակցությանը, այս քաղաքական գործին։ Մենք միայն քաղաքական գործիչներ ենք եւ կարող ենք քաղաքական գնահատականներ տալ ու վերջ։ Չենք կարող պահանջել։ Ինչը օրենքով նախատեսված է եւ այդ մարմինները որոշումները դրա անհրաժեշտության դեպքում մենք էլ ենք հուսով։ Պարոն Թորոսյան, որովհետև նախ այս անընդհատ համատարած այս կոռուպցիոն բացահայտումները, որը ուղղակի ինչ որ մեկը ձայնագրություն իր էջում չի հրապարակում, սա մեր մարմինների, պետական մարմինների բացահայտումներն են։ Սրանք լեգիտիմության հարց է առաջանալու վերջում։ Մենք ունենք 19 կուսակցություններ մասնակցող ընտրությունների եւ ինչ որ մի ուժի, երկու ուժի, sense բացահայտ կոռուպցիոն բաները կարող են մնացածից են, չեն ձայն խլում։ Կարող են մնացած ուժերը օբյեկտիվորեն ասել, որ լեգիտիմ չեն այս ընտրության արդյունքները։ Կարող են։ Դրա համար այս լեգիտիմության հարց է առաջանում։ Էլ չեմ ասում, որ փաստորեն այլ երկրի շպիոն մի կուսակցություն է ստեղծվել, որի լիդերները շպիոններ են, ոչ միայն նրանց վարչապետի տեխնացուն, որը չի կարող լինել վարչապետի տեխնացուն, եւ նրանց առաջին համար կուրատորը, որը չի կարող լինել փաստորեն, ոնց հասկանում ենք, падգամավորի տեխնացու, այլ երկրների ինչ որ շպիոններ եւ քաղաքացիներ են, որոնք եկել են ու Հայաստանում ուզում են իշխանություն վերցնել։ Սա ես կարծում եմ ցանկացած քաղաքացու եւ նախ եւ առաջ քաղաքական մարդկանց մտածելու շատ լուրջ առիթ է տալիս։ Դրա համար մենք այս առումով մենք մեր գնահատականները տալիս ենք, բայց հրահանգներ, որ բռնեք, փակեք, արգելեք, սա
ժողովրդավար չի, իհարկե մենք չէ, չենք կարող անել։ իհարկե չէ, բայց ես կարծում եմ, որ ամեն դեպքում պատշաճ բացատրություններ պետքա լինեն մեր պատկան մարմիններից եւ դրանք կլինեն առնվազն այս փաստաթղթի կեղծիքի եւ կեղծ հայտարարություն տալու մասով եւ եթե դրան նաեւ կհաջորդի ապացուցումը, որ դա հենց այդպես էլ կա, ես չեմ կարծում, որ այդտեղ այլ բան կարող է լինել, քան կոնկրետ տեխնացուի գրանցման չեղարկումը, ինչի իրավունքը ունի ԿՀ-ն եւ օրինակ նույն մինչ գրանցման փուլում բազմաթիվ տեխնացուներ, եթե հիշում եք, նիստը եթե նայել եք ԿՀ-ի, ինքը չեղարկում էր, ասում էր, էս ինչ ցուցակես, ինչ բանը հանում է, որտեղ փաստաթուղթ կա պակաս եւ այդպես շարունակ, իսկ ընդհանուր կուսակցության չեղարկումը իհարկե դա ավելի լուրջ գործընթաց է եւ պետքա կախված լինի մասշտաբայնությունից, որը էլի կգնահատի, այսինքն ինչքանով է դա հնարավոր, որ ազդի ընտրությունների թափանցիկության, մրցունակության վրա, այդ էլ կգնահատի, բայց մենք չենք կարծում, որ մեր ժողովուրդը իմաստուն չէ, մեր ժողովուրդը շատ իմաստուն է եւ այս ամեն ինչի ինչ որ մենք այս մոտ վերջի օրերին տեսնում ենք եւ ընդհանրապես նրանց այդ սին բաներին, այդ դատարկ խոսքերին եւ վերաբերմունքի մեր ժողովրդի նկատմամբ շատ լավ գնահատական են տալու։ Ես էլ եմ վստահ, պարոն Թորոսյան, բայց գիտեք, ես կիսում եմ մերեն քաղաքացիների անհանգստությունը, որոնք ասում են, որ ճիշտ է դուք ունեք համընդհանուր աջակցություն, բայց պետք չի այդ գումարի ֆակտորը այդքան թերագնահատել, որովհետև այդ գումարները բաժանվում են եւ այդ միլիոնները, որոնց մասին խոսում են այդ ձայնագրություններում, դրանք ինչ որ մարդկանց են ուղղվում եւ ապացուցված է, որ այդ կաշառքների մեծ մասը գնում է ու մարդը ի սկզբանե չունի բան, որ չի ուզում գցի, ոնց որ գումարը վերցնում է, ուզում է գնա այդ գումարի դիմաց անի են ինչ որ խոստացել է։ Եվ դրա համար նաև ինչ որ անել, չգիտեմ ինչ անել, ինչ էլի արգելված արարքներ է, բայց ուզում եմ ասել, որ այդ ֆակտորը չպետք է, թեկուզ ընդդիմադիր գործիչ, ինչի պետք է մի հատ օտար երկրի շպիոն գա եւ որպես ընդդիմադիր ֆրակցիա նստի Հայաստանի խորհրդարանում, աթոռներ զբաղացի, սա էլ մի ուրիշ խնդիր է։ Եկեք իշխանության մասին չխոսենք, եկեք մի հատ ընդդիմադիր ֆրակցիան իշխանության մաս է։ Մենք ինչի պետք է ունենանք իշխանության մաս, որը գաղտնի ինֆորմացիաների կրող է դառնում, որը տարբեր ամբիոններ է ունենում, միջազգային հանրույթի հետ քաղաքական գործիչների հետ խոսելու, ելույթներ ունենալու հնարավորություն է ունենում, եթերների եւ այլն, դիրք է ունենում, պաշտոն։ Ինչի պետքա ինչ որ մի շպիոնի կուսակցություն, ինչ որ մի շպիոն ենթադրյալ գա եւ Հայաստանում ունենա որևէ լիազորություն քաղաքացիների վրա։ Դրա համար սա իրականում ինձ օրինակ շատ անհանգստացնում է։ Պարոն Թորոսյան, բայց մենք քանի որ 3 չենք ունեցել եթեր, 3 մի այլ խայտարակ բան եղավ, մի միջադեպ, տեսանյութին եմ ուզում անդրադառնալ, դիմակավորված եւ զինված ինչ որ պամպերսով եւ դիմակով ինչ որ շատ չենք հասցրել։ Որոնք փաստորեն ես մեկ ուզում էի տեսանյութ անել ու ասեի դուք Նայիրի Հունանյան եք, բայց հետո հասկացա, որ Նայիրի Հունանյանի հետ անգամ չեմ կարող համեմատել այդ վախկոտները, որտեղ Նայիրի Հունանյանը գոնե իր դեմքով էր անում ինչ անում էր, ու ինչ որ բացատրություններ։ Իսկ սրանք ինչ որ դիմակով, ինչ որ ու ես նաև շատ Ղարաբաղցի մեր հայրենակիցներից օրինակ նամակներ, կոմենտներ եմ կարդում, որոնք իրենց վատ են զգում, թեկուզ որ իրենք անգամ թիրախավորվում են այդ բարբառով խոսող ինչ որ տականքների պատճառով։ Բայց այնտեղ հնչող շատ արտահայտություններ կա, որոնք ես նոր եթերում էլ աչքի տակով նաև կոմենտներն եմ կարդում, շատերը գրում են մեր վարչապետին ուշադիր եղեք, այնտեղ ուղիղ սպառնալիք կա վարչապետին, մենք գիտենք ուր ես գնում բան, այսինքն հասկանում եք այդ զենքը արդյոք իրենց ձեռքներ, երբ որ իրենց տունը պետքա պաշտպանեն, թե կանանց շորեր հագած, իրենք փախել են որպես կին Ղարաբաղից եւ հայաստանցի, ղարաբաղցի շատ հայորդիներ գնացել ու պաշտպանել են Ղարաբաղցու տունը, Ղարաբաղը, մեզ բոլորիս, ես այդ վիդեոն նայելուց գիտեք ինչ հիշեցի։ Ով եք դուք առհասարակ, ով եք դուք։
Որ կարակ ոչնչություններ են ընտրված վերջին վարչապետին սպառնալի քնչեցնել, զենքով ասել մենք գիտենք դու ուր ես Չէ, գնում։ դրանք անբարոյականներ են, ուրիշ ավելի վատ բառեր չեմ ուզում ասել, բայց գիտեք մի ինչ հիշեցի, մենք տեսել ենք սրանց նման հերոսակների, հա, տենց հերոսակների։ Հանրականի նոյեմբերի Նոյեմբերի 10-ին 10 գիշերը, 9-ից 10-ի գիշերը, երբ որ Ղարաբաղում պետք էր կռվել, որ չստացվեր այս պարտությունը այնպես ինչպես որ պարտվեցինք, այլ բան, իրանք հրապարակում պատրաստված բոլոր անկյուններում, հա, տենց ակնհայտորեն, զենքերով ու բանալի, մի ժամում հավաքվեցին ու եկան բան ջարդու փշուր անելու կառավարությունը, ազգային ժողովը, կառավարական առանձնատները, կոնդի ու բան։ Քաղաքական գործիչներին պարոն Թորոսյան, այդ օրը որ մեկնել պարոն Միրզոյանի տեղը լիներ, եւ պարոն Միրզոյանին ուզում եմ հիշեցնել, որ չեն սպանել միայն այն պատահականությամբ, որ մտածել են արդեն մահացած է։ Հասկանում եք, իրեն չեն սպանել, որտեղ մտածել են արդեն սպանել են։ Եվ ով է լիներ նրան տեղը, պարոն Միրզոյանը հատուկ չի թիրախավորվել որպես Արարատ Միրզոյան։ Ով է լիներ պարոն Միրզոյանի տեղը, դուք լինեիք, պարոն Սիմոնյանը, վարչապետը, ցանկացած պատգամավոր նույն կողմից։ Իհարկե, այսքան ընկել է այդ շրջափակման մեջ եւ արժանացել է այդ վերաբերմունքին, այդ նույն մարդիկ են, այսինքն տեսակի հարց է, որոնք որ կարան Երևանի կենտրոնում պետական պաշտոնյա ծեծի կամ հարցակվի կամ պետական ինստիտուտ գրավի, բայց երբ որ պետքա գնալ հայրենիք պաշտպանել, իրանք չկան, գոյություն չունեն։ Պատվալում սպասում են, որ հենց բան լինի, մի քիչ ցնցում լինի, գան մտնեն պետական շենք գրավեն, դուխիներ գողանան։ Իրանք էտա իրանց արժեքը հասկանում եք։ Էտա դուխի գողացող հերոսակներ, փսլնքոտ հերոսակներ են դրանք, բայց դա բան է, շատ կարևոր է, որ մեր ժողովուրդը հասկանա, ում հետ գործ ունենք, այդ տիպի բաներ, տեսանյութեր, որ գալիս են, արդյոք իրանք ուզում են տենց երկրում ապրել, որ կարող է հարցերը տենց լուծվեն, ոչ թե օրինական կամ իրավական ճանապարհով։ Այսինքն տերորի, այսինքն ուզում են, որ Հայաստանը ինչ դառնա, օրինակ սեկտոր Գազա, հա, բանում Պաղեստինի կամ չգիտեմ Լիբանան դառնա Հայաստանը, որտեղ օրինակ կան քաղաքական կուսակցություններ եւ օրինակ իրանց ռազմական թևեր, հա, ոնց որ իդեպ դաշնակցությունը 90-ականներին լավ էլ արել է, դրոյի գործ եւ այլն եւ այդպես շարունակ։ Ես կարծում եմ, որ դա շատ ցցուն օրինակ է, թե ինչ կարող է մեզ սպասել, եթե ոմանք տենց որևէ տենց չգիտեմ, էլի հնարավոր չեմ համարում, բայց ամեն դեպքում դրանց ձեռքը նորից իշխանություն ընկնի։ Պարոն Թորոսյան, ես իհարկե տեսնելով աջակցությունը քաղաքացիների, ես էլ կարող եմ հնարավոր չհամարել, բայց ես նաև այդքան միամիտ չեմ ու պատկերացնում եմ, որ նրանք վերջին մարտին են դուրս եկել, ոչ միայն իրենց ապօրինի գույքը պահպանելու, իրենց գողոնը պահպանելու համար, այլև այդ ազդեցությունը հայտնի ազդեցությունը օտար երկրյա Հայաստանում վերականգնելու համար։ Սա վերջին պայքար է եւ ես չեմ ուզում թերագնահատել, ես չեմ ուզում, որ նաեւ մեզ աջակցող քաղաքացին, ով այդ օրը մտածել է լավ չեմ զգում, շոկ է, չստացվեց, լավ մեկը հաղթելու են, մնա տանը, հետո պարզվի, որ Գյումրի ու սցենարն է գործում, ինչին ձգտում են սրանք։ Ես չեմ ուզում, որ այդպես ստացի, որովհետեւ շատ ակնհայտ է, որ այն ուժերը, որոնք ունեն գոնե քիչ հավանականություն խորհրդարան անցնելու, բոլորը նույն սանրի կտավն են, նույն։ Նրանք բոլորը մի մեր ու մի հերա բերե դրանց բոլորը։ Ասացի, ցուցակները նայեք, հերիքա, ցուցակները նայ։ Ցուցակը ես անկես որ մեկ անուն են ասում եմ սա որ մեկի մոտ է հիմա։ Որովհետեւ խառը բաժանել են, էլի որ բանը չէ, կարտերը խառնում ես, բաժանում ես, նույն կարտերն է։ Բաժանված է տարբեր մասերի։ Իդեպ երեք էլի էր միջադեպը, հիշում եք այն ագրեսիվ բժշկուհու կնոջերս, երեք շատ բաներ ա եղել։ Ինչքան քաղաքացի եղել է պարոն Թորոսյան, ինչքան քաղաքացի եղել է, որ դեմա դուրս եկել վարչապետին ու փորձել է սադրել, բոլորը փոխկապակցված են ինչ-որ մի կերպ կամ Ղարաբաղի պլանի կամ ներկա ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ չկա այնտեղ որևէ պատահական մարդ եւ այսօր էլ պարոն Թորոսյան իրականում երկու տեղ եկան հանրահավաքին, սկսեցին հանրահավաքի մեջ հենց ինչ որ բան խոսել, բղավել, բայց երևի մենք ավելի պատրաստված էինք եւ ուղղակի ասենք մենք դες չենք արձագանքում, ձեզ փող տվողներին կարձագանքենք եւ թեման փակեցինք։ Սրանցից այդպես է պետք վարվել, կարծում եմ, որովհետեւ այդ մարդիկ չեն գալիս պատասխաններ ստանալու, նրանք գումար են ստացել այդ մի
Եթե մի ձայնի համար տալիս են 180-150 հազար դրամ, պատկերացրեք նման սադրանքի համար ինչքան կտան։ Նրանք փող են ստացել, պետքական գորգրան գնան։ Նրանց պետք չի պատասխան, նրանց պետք չի ինչ որ իրենց ներքին ցասումը չի, իրենց անհամաձայնությունը չի։ Հետո մենք չենք գնացել իրենց դուռ, էլի, օրինակ այսօր հայտարարել ենք այսինչ տեղում հանրահավաք հրապարակում եւ հանրահավաքին ընդամենը մենք մեր աջակիցը չէ պետք է գա։ Այսինքն մենք չենք գնացել իր դուռը, որ ինքն էլ ասի ես ձեզ չեմ ընտրում։ Նման քաղաքացիներ կան եւ շատ ենք հանդիպել այս օրերին, ուղի եթերով են գնում։ Այդ քաղաքացիներին մենք շատ նորմալ ենք վերաբերվում, չի կարող մեր երկրում բոլորը համատարած մեզ ընտրեն եւ դա բացարձակ ժողովրդավարության մասին չի խոսի։ Տես քաղաքացիներ կան, բայց այս մարդիկ այլ բանի մասին են։ Սրանք ընդամենը ինչ որ մի որոշ գումարի դիմաց գալիս են խոսում են գնում են։ Նրանց հետ դու լեզու թրջես, փորձես կամ այդ տենց ուղեղները լվացած վիճակներում այս ամեն ինչը շահարկելով, ասենք եկել է ասում է անհայտ կորածի քույր եմ, հա, ես դրան հատուկ վիդեո եմ բան արել, ոչ մի բարոյական զոհ ունեցող ընտանիք իր այդ զոհ ունենալը չի դնում տենց հրապարակային սակարկման, հա, նույնիսկ եթե դա վիշտ է, այսինքն եթե դու բան ունես ասելու, լավ քաղաքական գնահատական ունես, դու ասա անկախ ամեն ինչից, եթե կարաս քաղաքակիրթ ձևով ասես եւ հիմնավորես, ոչ թե գաս ասես, քանի որ ես անհայտ կորած այսինչ քաղաքացու կամ զինվորականի, այնել մի հատ էլ հատուկ նշես, սպայի բարձրաստիճան, այսինքն եթե մենք ունենք ուրիշ ոչ սպա, ասենք շարքային զինվոր կամ չգիտեմ սերժանտ, անհայտ կորած, ուրեմն ինքը պակաս կարևոր է, քան բանը, հա, եթե ինչ որ մայոր կամ փոխգնդապետ, հա, անհայտ կորածը, ասենք այդ ինչ նսեմացուցիչ վերաբերմունք ա մեր մյուս քաղաքացիների նկատմամբ ու գալ էտել երես, նույնիսկ դա են երեսով տալի, հասկանում եք, դա այսինքն դա իրենց իրավունք ա տալիս վարքագիծ դրսևորել վարչապետի նկատմամբ, հարաբերս որևէ քաղաքական գործի կամ քաղաքացու նկատմամբ ու հələ մի հատ էլ մենք ենք էլի իրանց պարտքը։ Պարոն Թորոսյան, բայց նաև բացի այդ ցասումը, որը կարող է իրականում քաղաքացին իր եղբորը կորցրած, հա, քաղաքացին կամ տեղը չիմացող, քաղաքացին հայտնել, բայց մյուս կողմից նաև պաշտպանում էր Ռոբերտ Քոչարյանին, չէ՞ որ այնտեղ մի հատ հատված եղավ, ոնց որ դաժե ասած ես եմ Ռոբերտ Քոչարյանին, ինչ որ sense հատված եղավ, վարչապետն էլ արձագանքեց, որ դու եթե Ռոբերտ Քոչարյանն ես, ուրեմն ես դրանից եմ էլի ենթադրում, լավ չեմ հիշում, բայց նա քաղաքական եւ հետո այդ նրա միգուցե եղբորը, որը այժմ բռնի անհետացած է, այսինքն նրա տեղը անհայտ է, անգամ քույրես քո եղբոր հիշատակը, անունը դնես ու ասենք հերթով քո տանը ընդունես ընդդիմադիր ճղճղան ինչ որ լրագրողների ու սկսես քաղաքական դիվիդենտներ շահել։ Սա մենք խոնարհվում ենք բոլոր մեր հերոսների, կլինի ողջ, կլինի զոհված, կլինի անհետ կորած, բոլոր այն հերոսների, որոնք իրենց ներդրումն են ունեցել մեր այսօրվա խաղաղության մեջ, բոլորի առաջ խոնարհվում ենք, բայց պետք չի դա դարձնել։ Ես ինքս էլ ունեմ զոհված քեռու տղա, չկա տենց մարդ, որը չունի, պարոն Թորոսյան։ Բոլոր ընտանիքները ունեն մտերիմներ, որոնք կորցրել են կամ որոնք ունեցել են ներդրում մեր այսօրվա խաղաղության մեջ, բայց մենք որևէ մեկս դա դրոշակ չենք սարքում եւ մեզ ավելին թույլ չենք տալիս։ Մենք ավելին, ես ունեմ հարազատ 16 թվականին զոհված ապրիլյան պատերազմի, բայց ես երբեք Սերժ Սարգսյանի դիմաց չեմ կանգնել ու նրան ինչ որ ավել պակաս բաներ չեմ ասել դրոշակ սարքելով իմ հարազատի մահը, որտեղ ես չեմ ուզել դա կապիտալիզացնեմ որպես քաղաքական որևէ դիվիդենդ եւ այժմ էլ չեմ արել։ Ես 21 թվականից պատգամավորում որևէ մի օր ես շահարկել եմ այդ թեման, չեմ շահարկել։ Հիմա ենք ասում, ես հարգում եմ իմ հարազատներին։ Հիմա ենք ասում, երբ որ տեսնում ենք նման ստոր վարքագիծ, դա ստոր։ Երբ որ համեմատում ենք ուղղակի, ես համեմատության մեջ եմ էլի ասում։ Տիկին Հակոբյան վաղը լոռի եք էլի շարունակում։ Այո, երեկոյան էլ կունենանք հանրահավաք, կարծեմ արդեն վարչապետը հրապարակել է մեր օրակարգը, կարծում եմ, այո, երեկոյան Վանաձորում հանրահավաք ու կգանք եւ կշարունակենք մեր քարոզարշավը հաջորդ օրը արդեն, բայց չեմ հիշում հիմա արդեն հաջորդ օրը որտեղ ենք։ Արարատի մարզում է հաջորդ օրը։ Գնանք այլ ուղղությամբ։ Հա, ես էլ եմ մասնակցում, հետո դրանից հետո էլ նոր-նորքում է, հենց որ արդեն այո, մեր հարազատ նոր-նորքում։ Այո։ Դե ինչ ասեմ, արդեն ոնց որ ուշ է, չնայած մեզ դեռ
500 հոգի հետևում այսօր Ողջույն եք բոլորին, շնորհակալություն, որ հետևում եք մեզ այս շարժին։ Սրտեր ուղարկենք ու կոչ անենք, որ էլի կմիանանք ու չենք մոռանում, որ տեր ենք կանգնում խաղաղությանը, որտեվ այդ մեկ մարդը դու ես, հարգելի հերոստատիտող հետևորդ, այո։ Այնպես որ ձեզ էլ վաղը հաջող քարոզարշավ։ Ձեզ էլ պարոն Թորոսյան, դուք էլ եք քարոզարշավ։ Մերսի շատ, մերսի, շնորհակալություն։ Եվ բարի գիշեր բոլորին։ Բարի գիշեր, սիրելի հայրենակիցներ, ստեսություն։ Ստեսություն։